mysterious new virus. Coronavirus. COVID ամենալավ վաղն է փող աշխատելու։ Սկսվեց այն չարաբաստիկ COVID-ը։ The first US case has been detected. Մեսեջեր գալիս, որ չհելնեք ժամը 5-ից հետո, մեր հայերը ժամ քլաբում շվացնում ու քեֆ էին անում։ Characterized as a pandemic. Ակտիվ վաճառվում է, ու այդ ընթացքում եկավ COVID-ը։ Եվ ամեն ինչ գլխիվար շրջվեց։ Նա չի վաճառվել։ We will be suspending all travel from Europe. Գաղափարը առաջացավ COVID-ի ժամանակ, անելու բան չունեն, սկսեցին Apple։ Երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ։ COVID-ի ժամանակ ամենտեղ փակ էր, մենք որ լրիվ փակ էինք։ Առաջի մարտը չեք, որ պատմեք, որ հենց COVID-ի ժամանակ հաջողել է։ Մենք չէինք կարող աշխատել։ Հա, գիտեմ, որովհետև այդ ամենը կապված է, չէ, իրար հետ։ Առաջինը այդ տեսակ բիզնեսները փակվեցին։ Բենց սաղ փակվեց։ Գնացի այդ ժամանակ բավականին զեղչերով Best Buy-ից առա այդ կոֆեի սարքավորումներ։ Բախտի բերման COVID-ը սկսվեց։ Կամ պետքա բիզնեսը պահես, կամ պետք է աշխատողին պահես։ Ողջույն հարգելի ընկերներ, ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, հեռուստադիտողներ եւ իհարկե բաժանորդներ։ Երբ եք տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Նախ ողջույն, ես եմ շատ ուրախ այստեղ հյուր գտնվելուց համար։ Տեղափոխվել ենք 19 թվականին, երբ որ սկսվեց այն չարաբաստիկ COVID-ը եւ ամեն ինչ գլխիվար շրջվեց։ Իմ պատկերացրած Ամերիկան դարձավ մեկ այլ Ամերիկա, երբ որ մենք տեղափոխվեցինք, ես անպայման պիտի նշեմ իր անունը, Սիրվարդ Կավուկյան, իմ ամենամտերիմ, այս երկրում, չգիտեմ, ինքը ինձ համար մի հատ ուրիշ լուսավոր կետ է, ու ես երբեք չեմ մոռանա իր արածը ինձ համար։ Սիրվարդ Կավուկյան, ինքը Sound of Children-ի հիմնադիրն է, եւ Կալիֆոռնիայում մեծ գործունեություն են ծավալում ձկնարտադրության ոլորտում։ Մեծ գործարաններ ունեն, բոլորը գիտեն իրենց, պիտի հավաքվեին մոտավորապես 1500 հոգի մարդ Chinese թատրոնում, պետք է արվեր հյուրասիրություն ֆիլմից առաջ եւ ֆիլմից հետո։ Սիրվարդը լինելով իմ ընտանիքում հյուր Երևանում, ինքը գիտեր, որ ես տենց շատ մեծ սեր ունեմ սեղանների հյուրասիրության հետ կապված, ինքը ասաց, որ դու պիտի անես։ Այսօր մի շատ յուրահատուկ հյուր ունեմ, Osis Food Court ու Osis Bakery հիմնադիր ու սեփականատեր Արտավազդ Ամիրյան, բարևատուկան։ Ակտիվ վաճառվում է, ու այդ ընթացքում եկավ COVID-ը։ Ու COVID-ի ժամանակ ես տվել եմ խանութներին արդեն ասենք թե 10-15 հատ, դե COVID-ը սկսվեց, փակվեց ամեն ինչ, բայց մենք նորից աշխատում ենք, որովհետև տան ետևի հատվածում ես պատրաստել էի մեծ արտադրամաս, որը բոլոր ստանդարտներին արդեն օրինական, Osis Bakery արդեն ֆիրման բացվեց այդ ընթացքում ու օրինական ճանապարհով վաճառում եմ ինվոյսներով, տալիս եմ գումարները ստանում եմ չեկերով եւ այլն։ Մի խոսքով որ խանութ մտնում եմ որ փախլավայի գումարը վերցնում եմ, որտեղ ջան, նայ, չի վաճառվել։ Դե իսկապես չէր վաճառվում, որովհետեւ մարդիկ էլ այդ դրա համար չէին գնում ինչ որ ոչ տեղ էին գնում ոչ տանը նստած իրանց համար կարողին փախլավա չպատվիրել բացարձակ կարիք չկար որովհետև չգիտեին ինչ ա լինելու ով ինչ որ գործուներ cancel էր լինում չեղարկվում էր ով ինչ որ գումար էր սպասում ուշանում էր եւ այլն ես այդպես ասացի լավ ինչ անենք հետ բերեցի այդ ամենը դեն նետեցինք մի խոսքով չենք կարող փչացել արդեն հին էր հա որոշեցինք պատրաստել գաթաներ փոքրիկ ավելի մատչելի գնով, coconut cookie-ներ, այդպես կոկոսի բանով, եւ մայրիկ փախլավայի փոքր տարբերակը ավելի փախլավա cookie էինք անվանում, փուճուր տուփերի մեջ։ Դասինք սա ավելի համեմատաբար մատչելի է, գոնե կկարողանանք բիզնեսը պահել, որովհետեւ անհնար էր, աշխատակիցներ կային արդեն, որոնց վճարվում էր ժամական, ապրանքա որ առնում ես։ Բայց տանն էիք մեկա պատրաստում։ Հա տան հետևի հատվածում։ Դե բայց աշխատակիցներ կան ամեն օր գալիս են այդ մարդկանց պիտի վճարվի, ոնց արվ իմ հարսանիքները բոլորը զանգում են դե Արտով ջան, կներեք չի լինում, որովհետև սրահները հա չեն բանանում։ Երևանում նույն պատմություն, հա։ Ու այդպես սկսեցի այդ փոքր բաները ավելի մատչելի արտադրել, տալ խանութներին փորձում էի, հա, ինչ որ բան լինում էր, ինչ որ բան չէր լինում, այս մեկը չվաճառվեց, ուրեմն չի աշխատում, բերեք փոխենք բանման, ու տես տեսականին մի քիչ ավելացավ, շատացավ։
Ինչպես ծնվեց գաղափարը, ոնց եղավ, չգիտեմ, այդ հետաքրքիր պատմություն կա, չէ՞, միշտ։ Այո, 17 թվին, որ բացեցինք այդ սալոնը, շատ հաջողակ վարսավիրանոց եղավ, շատ մի տարվա մեջ համարյա մենք ազատ աթոռ չունեինք 35 հատ վարսավիր եւ մեյքափ անող եւ բոլորիս իմանալով 20 թվին, որ COVID-ը եկավ, ամենաշուտը առաջինը փակեցին վարսավիրանոցներին։ Մենք չէինք կարող աշխատել։ Համարյա 1.5 տարի ուրիշ բիզնեսներ թողեցին բացեն, օրինակ ռեստորաններին թողեցին դրսում մատուցեն կամ to-go-ի վրա աշխատեն, մեզ չէին թողում։ Ստիպված եղանք որոշենք, թե ինչ անենք այդ տարածքի հետ, որտեղ մենք այդքան վարձ ունենք տալու։ Եվ դու էլ անգործ չես կարող նստել։ Անգործ չեմ կարող նստել, չէ։ Ես երբ որ սալոնը բացեցի, իմ դաժե մայ սալոնից առաջ ուրիշ սալոն ունեի, NV սալոնը, միշտ իմ ունեցած սալոնների մեջ ես քաֆի բար եմ ունեցել։ Շատ սիրուն, կոֆե, խմորեղեն, վաճառելու կամ հյուրասիրելու, այն ժամանակ չէինք վաճառում։ Այդ միտքը միշտ իմ ուղեղում գլխում եղել է, որ սալոնի մեջ ես ուտելիքի տեղ ունենամ, կոֆեի տեղ։ Երբ որ արդեն մենք փակեինք, չէինք կարողանում աշխատել, մտածեցինք, որ ինչ անենք այս տարածքի հետ, կաֆե բացենք։ Այն ժամանակ կաֆեներ չկար ոչ միտեղ։ Մենք երևի առաջիններից ենք։ Եվ դիմեցինք City-ին, այտենց լայսենսները բաները մի քանի ամսում եղավ, բացեցինք եւ շատ հաջողակ եղավ, շատ։ Մի անգամից կարամ ասեմ առաջի օրից բոմ արեցինք, որտեվ տենց տեղ չկար։ Նախ դուրսը նստելու տեղ չկար Գլենդելում, սիրունը տենց անկյունով, որ գիշերը մինչև ուշ բաց լինի։ Դա է ուզում հարցնել, ձեր ժամերը կասեք ավելի կոնկրետ։ Մենք բաց ենք առավոտվա 7-ից մինչև լուսադեմի 2-ը։ Գլենդելում հազվադեպ կհանդիպես, գրեթե չես հանդիպի, որտեղ մինչև 2-ը։ Ինչպես ստացվեց վերցնել այդ ժամերը։ Ձեր մեր ուզելով էր, հատուկ պերմիտներին դիմեցինք, այո։ Եվ տվեցին մեզ այդ ժամերը, մենք ուզենք կարան 24 ժամ էլ բաց լինենք, քանի որ ինքը բնակելի տարածք չի, այնտեղ ապրելու տներ չկան, մարդ չի ապրում, մեզ հեշտությամբ տվեցին այդ։ Վերև ներքև կողքա, խանգարելու բան չկա։ Այո, ձայն աղմուկը չի, եւ մենք ալկոհոլ էլ լայսենսել ունենք, մինչեւ 2-ը կարողանում ենք ալկոհոլ նույնիսկ ծախել, վաճառել։ Դա շատ է օգնում։ Մարդիկ ասեն գնում են ռեստորան, հաց են ուտում, 10-ին ռեստորանները փակվում է, չեն ուզում գնան տուն, գալիս են մեր մոտ, ճիշտ է, մենք ուտելիք էլ ունենք, բայց գալիս են մեր մոտ, ասենք թեյ խմելու, սուրճ, խմորեղեն ուտելու, չեն ուզում գնան տուն։ Ոնց ստացվեց, որ բացեցիք, ովքերով նախաձեռնեցիք եւ այլն։ Գաղափարը առաջացավ COVID-ի ժամանակ, մարդիկ երբ որ տանը շատ մնացին, անելու բան չունեին, սկսեցին Apple։ Բոլորը սկսեցին Apple, երբ որ սկսում են Apple, արդեն իրանց ճաշակն էլ է բարձրանում, նորություն են ման գալիս, եղած արդեն չի բավարարում։ Ու իմ ընկերոջ հետ, որի հետ 21 տարի առաջ աշխատել ենք ու ես իր մոտ եմ աշխատել այդտեղ, իրար հետ որ եկավ այդ գաղափարը, որ արի նման, որտեվ հասունացել է այդ պահը, մարդիկ սերվիս են ուզում, մարդիկ էկզոտիկ բաներ են ուզում, այդ ժամանակից սկսեցինք իրար հետ, գաղափարը ժամանակ առաջացավ։ Ինչպես ստացվեց, որ դու փորձեցիր կամ սկսեցիր համատեղել, օգնել եւ արդեն լրիվ անցար այս բիզնեսի մեջ։ Որպես բիզնես չեմ մտածել, որ կարող է ինչ-որ օգնեմ կամ գնամ, որտեղ շատ զբաղված էի։ Հետո եղավ մեր այս COVID-ը։ COVID-ի ժամանակ ամենտեղ փակ էր, մենք որ լրիվ փակ էինք, ռեստորանը չէր աշխատում, իմ գործից տեղն էլ փակ էր, դեմքի հետ կապված, մանավանդ մենք շատ մոտ ենք հաճախորդին, առաջինը այդ տեսակ բիզնեսները փակվեցին։ Այո, շփումը։ Հա, հետո մի մոմենտ եկավ, որ սկսեց մի թեթև բացվել։ Որոշ մարդիկ սկսեցին հաճախել, աշխատել եւ քանի որ շատ մեծ հաճախորդություն ունեմ, իրանց խնդրանքով, որ կարանք սպասարկվենք, որտեվ իմ մոտ մեծամասնությունը օտարներ են, որոնք նախորոք են վերցնում իրանց ժամադրությունը ու խնդրեցին, որ եթե կարամ գոնե սենց քիչ ժամանակ տրամադրեմ, բայց իրանց ոնց որ այդ անհրաժեշտ էր, շատ անհրաժեշտ էր իրանց դեմքի խնամքը։ Ու որոշեցի, որ Արբատում, քանի որ շատ մեծ տարածություն է, մոտավորապես 27000 square feet,
ինձ համար մի հատ անկյուն հաճախորդների սպասարկել, մինչև որ բացվի ամենտեղ ու ամեն մարդ անցնի իր գործին։ Տենց սկսվեց։ Սկսեցին հաճախել, շատ էին սիրում իմիջիայլոց, գալիս էին, որտեղ ազատ էր, մեծ տարածություն, գեղեցիկ։ Առաջին մարդը չեք, որ այստեղ նստած եք ու պատմում եք, որ հենց COVID-ի ժամանակ է ստացվել, հենց որ այդ բիզնեսը բացվել է ու չնայած այդ բոլոր դժվարություններին մեկը հաջողել է։ 2020 թվականի COVID-ի ժամանակ բացվում էր Jump Club-ները։ 20 թվականին, որ հենց COVID-ը սկսվեց, դուրը բացել էին, կետոր որ պետք է բացում անեին, COVID հայտարարեցին, որ COVID-ը սաղաթունից դուրս չգաք։ Բայց մենք դե իհարկե նոր էինք բացվում, պետքա բացվեինք, չենք կարա։ Ինքը շատ հետաքրքիր էր, էլի, որ մեսեջ էր գալիս, որ բան է, տունը չհելնեք ժամը 5-ից հետո, մեր հայերը Jump Club-ում շվացնում ու քեֆ էին անում, դա շատ հետաքրքիր էր, էլի։ Շատ լավ սկսեցինք Թանգայի լոքեյշնով, իր հաջողությունով։ Կարծած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Menu M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Menu M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ COVID-ի ժամանակ, երբ որ այնց սաղ փակվեց, ոնց ստացվեց, որ ես գնացի այդ ժամանակ բավականին զեղչերով Best Buy-ից առա ամբողջ այդ կոֆեի սարքավորումները, բայց փոքր ավելի տնային համար ու սկսեցին ընդհանրապես չգնալ ոչ մի սրճարան, անվտանգության առումներով, ամեն։ Ու այդ ժամանակ այնց հեռախոսով խաշլամա սարքել բան չէի իմանում ձևերը սարքել եւ այլն ու տենց հեռախոսով նկատի ունեք խոսալով Երևան մամայի հետ մամես խաշլամը ոնց է սարքում ես ինչը ոնց են անում ու որից հետո այդ միտքը եկավ բացեցինք իմ քեթրինգ կամպանիան որի անունը Կերուսուս էր բավականին աշխատեցինք մոտ 2 տարի ինքը բավականին հաջողված իսկ ինչու չկա Վաճառել եմ այդ բիզնեսը։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության գիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով զանգահարեք 855 510 70 Եթե ուզում ասել հետաքրքիր ժամանակ եք այո շատ ավելի շատ լավ վաղ է ես շատ ուրախ եմ շատ լավ վաղ մենք աշխատում ենք նույն ձևի դրա Հեսա COVID-ից խոսենք լավ COVID-ից խոսենք առաջին հաճախորդին հիշում եք սարքեցիք դրեցիք այդ օրը սկսել եք ես հիշում եմ ես այն վաղտա որ COVID էր ես մատուցում եմ ես եղան դե մենք իրանք չունենք մարդու գործի վերցնել Ո՞նցով եք աշխատում ես շեֆը եւ ամանլվածով 4 բայց սկսել եք full staff-ով hostess-ով ամեն ինչով բարմենով ամեն ինչով որ ամեն position-ներով սկսել եք ամեն COVID-ի level-ներին մարդիկ դուրս եկան բայց չես կարող հանես կամ պետքա բիզնեսը պահես կամ պետք է աշխատողին պահես սա մենք որոշեցինք բոլորը գնում են տուն մենք ոնց կկարողանանք պետքա պահել։ Մեկը մի բան վերջ-վերջ պետք է աշխատած չէ, հա, օքեյ։ Բոլորը նաշալի չէ։ Արդեն ենք դռները բացել ենք, պետքա կարողանանք տակից դուրս գանք, այսպես ասած։ Միացանք, դարձանք թիմ։ Ամեն ինչ արեցինք, որ կարողանանք դիմանանք, որ հա, որ դա լինի, դա պետք է լինի, ոչ թե պետք է լինի, դա պետք է լինի։ Չնդող բանը չկա այս կյանքում։ Ամենն է մարդու համար, ամենն է կարած անես որ լինի։ Այո։ Ամենահեշտը փակելը գնալ տունը պարկել ասել թե COVID-ա, դասը COVID ամենալավ վաղն է փող աշխատելու եւ բիզնես անել։ Բայց բոլորը հակառակն են ասում։ Լավ, բացվեցի COVID էր, դուք 4-ով ասեցի։ Աշխատում են, բայց մարդիկ սոված են, ուզում են հաց ուտել։ Բայ մարդիկ թե հաց ուտեն, ինչ որ։ Դարել է private club։